Պարոն Ալեքսանյան, ասացիք, որ պարոն Ղազենյանին հարցեր ունեիք տալու, որի հնարավորությունը չստացաք։ Ինչ հարցերի մասին է, քանի որ 3 անգամ այս նիստը եղել է, 3 անգամ հնարավորություն ունեցել եք հարցեր տալու։ Ինչ նոր հարցեր են առաջացել։ Բնականաբար հարցերը շատ էին, պարոն Ղազենյանին ուղղվելիք, այդ թվում նաև կներեք էլի, Տիկին Բադոյան, այստեղ հարցերը շատ էին, իհարկե կարելի է միացրեք։ Հարցերը շատ էին պարոն Ղազենյանին, բայց դրանց մեջ առաջնայինը բնականաբար դրանց մեջ առաջնայինն էր օրինակ Միեդի 3 կայացրած վճիռը, որը հստակորեն առնչվում է Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով, բնականաբար այստեղ պարոն Ղազենյանը, ինչպես մեր գործընկեր Արփի Դավոյանը նշեց, շատ հետաքրքիր մանրամասներ կարող էր մեզ ներկայացնել որպես իրավաբան, Էլ չենք խոսում մի շարք այլ հանգամանքների մասին, ինչպիսիք են օրինակ Հայաստան դաշինքի կողմից այսպես հորջորջված պարգևավճարներից հրաժարումը եւ այլն, այնինչ նրանք դրանցից փաստացի չեն հրաժարվել, ինչպես բոլորս տեսանք, ու այդպես շարունակ։ Մի շարք հարցեր կային պարոն Ղազենյանին, որոնք փաստացի մնացին անպատասխան, կարծում եմ նրա վախի պատճառով, որովհետեւ ինքը ամեն օր գալով ու նիստերի դալիճ ներկայանալով ամեն օր մի եզակի ու նորովի վախ է ապրում, կարելի է ասել։ Պարոն Ալեքսանյան, բայց պարոն Ղազենյանը նշում է, որ ինքը անդիմադիր եղել նաև նախորդ իշխանությունների ժամանակ, նաև հարցեր է առաջադրել, այնպես չի, որ ինքը պաշտպանել է նախորդ իշխանություններին ամբողջությամբ իր դժգոհությունը միշտ արտահայտել է, այս իմաստով ինչ հարցեր կան կապված պարոն Քոչարյանի հետ։ Տեսեք, պարոն Ղազենյանը իդեպ շատ հետաքրքիր իր հարցազրույցներից մեկը հանձնաժողովի նիստում կարծեմ հենց շատ լավ քննարկել ենք։ Այդ հարցազրույցը երբ նայում ես 2018 թե 19 թվականի տրված առաջին EM-ին, այնտեղ պարոն Ղազենյանը այնպիսի հետաքրքիր ու կարևոր մտքեր է արտահայտում, որոնց հետ չհամաձայնելը կարելի է ասել դժվար է։ Այնտեղ մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելու համար, այսինքն այսպես կարելի ասել գովում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բանակցություններին մոտենալու ոճը եւ այլն, այդ առումով եթե մեզ ներկայացված Արթուր Ղազենյանը լիներ այն նույն Արթուր Ղազենյանը, ինչ առաջին EM-ի իր հարցազրույցում, ես կարծում եմ ընդհանրապես ոչ մի խնդիր չէինք ունենա նրան ընտրելու հարցում, բայց մարդը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը, կարելի ասել, դրա հիմնավորումը ինքը անձամբ չի ներկայացնում։ Ասում է, որ նոր Երևան եկած հանգամանքներ է իմացել, նոր ինֆորմացիա է ստացել, այդ առումով փոխել է իր դիրքորոշումը։ Թող մեզ էլ ներկայացնի պարոն Ղազենյանը այդ նոր Երևան եկած հանգամանքները, թեև կարծում եմ այդ ամենը գալիս հանգում է հասարակ պրոպագանդիստական, այսպես հոդվածների, նյութերի, բամբասանքների, հնարքների, որոնք տարածում են մի շարք վայ լրատվամիջոցների կողմից եւ ցավ կապրեմ, եթե իմանամ պարոն Ղազենյանը իսկապես հավատում է դրանց։ Պարոն Ալեքսանյան, նիստերի հետ կապված անընդհատ չընտրելով եւ պարոն Քոչարյանն նշեց, որ կոնսենսուս պետք է լինի, դուք ո՞նց եք տեսնում այդ կոնսենսուսը, երբ ընդդիմությունը չի ցանկանում նոր տեխնացու առաջադրել, իսկ դուք էլ չեք ցանկանում առաջադրված տեխնացուին ընտրել։ Դե տեսեք, մենք ընդդիմությանը շատ բաց առաջարկեցինք նոր տեխնացու բերել, այսինքն մենք չենք մերժում ընդդիմության այս հանձնաժողովի փոխնախագահ առաջադրելու իրավունքը, բնավ, բայց մենք ասում ենք, որ կոնկրետ այս տեխնացուին մենք ընտրել չենք պատրաստվում ու նաև ունենք դրա սահմանադրական իրավունքը, որտեղ падգամավորը պարտավոր է առաջնորդվել իր խղճով։ Իսկ նիստերի մյուս օրակարգային հարցերը չեն տոժում այս անընդհատ չընտրելու process-ի արդյունքում։ Ոչ, որովհետև սա ընդամենը հավելյալ 15-20-30 րոպե է, այսինքն այս հարցի լուծված չլինելը բնավ չի արգելում անդրադառնալ այլ հարցերի։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։